Հուշերի մասին Զարը հետ շատ երկար տարիներ շփում ունենք, անգամ ավելին ասում ընտանիքներով։ Վերջի պրոյեկտը, որ մենք միասին փորձեցինք անել, մի 2-3 սյոմիշնի օր ունեցանք, հետաքրքիր պատմություն է, նկարեցինք եւ ստոպ տվեցինք բոլոր ժամանակով, որ հետո շարունակենք էլի, դե բնականաբար արդեն եթե շարունակենք կամ չենք շարունակի, որովհետև Զարան չկա, այդ խոհանոցի մասին հետաքրքիր պրոյեկտ էր, Շանթ հեռուստաընկերությունով պետք է հեռարձակվեր սիթկոմ։ Բան էր ինքը, որ նկարահանման պրոցեսի ընթացքում, այսպես ասեմ, 2 ժամը մեկ ստոպ էինք տալիս, որ Զարան մի 15-20 րոպե հանգստանա, որովհետև ասում էր լավ չեմ բան, բայց մենք միանշանակ ուզում էինք աշխատեինք ու աշխատելու էինք, էլ սենց եղավ, լավ չստացվեց ամեն դեպքում։ Հիշողություններ շատ կա Զարայի հետ, նոր անգամ ամուսնուն էլ, որ գրկեցի ցավակցություններս հայտնեցի, ասես որ քեզ շատ էր սիրում։ Մի խոսքով փոխադարձ է մեր սերը եղել եւ ավելին ասեմ կկարոտենք։ Սիրուն գույն պակասեց մեր կյանքից, մեր բոլորի։ Հեշտ էր Տիկին Արամյանի հետ աշխատելը։ Բայց այդ եմ ասում, մի քիչ դժվար էր վերջի այդ մեր իր վերջի պրոյեկտն էր լինելու, սիթկոմ որպես այդպեսին հումորային, հեշտ էր այն իմաստով, որ ինքը շատ թեթև էր ամեն ինչը, տեքստերը արագ էր սովորում, շատ լավ էր, բայց այդ որ ինքը հասկանում էր, որ ինքը մի քիչ լավ չէ, առողջական խնդիրներ կա, ինքը անգամ խնդրեց մեզ ի սկզբանե, մենք ասացինք սիրով համաձայնվում ենք, որ ինքը ասաց, որ կարող է մի ժամը մեկ բան, մի 15-20 րոպեով պոստի ես հանգստանամ, մենք անգամ մեծ ձիվան էինք վերցրել նկարահանման պլաշատկայում, որ ինքը պարկի մի 2 ժամ, նորից շարունակենք, այդպես այդպես հիշողություններ կա իրանից, ամեն դեպքում շատ կկարոտենք, շատ